Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամա եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը, որտեղ ինչպես ես ամեն անգամ ասում եմ, արիացիները իրենք քննարկում են նյութական աշխարհի արարչագործության հոգեբանական փուլը։ Մենք դες հետ փորձում ենք քննարկել, թե ինչ նկատի ունեն ընդհանրապես արիացիները այդ ամեն ինչի մեջ եւ հույսով եմ, որ այս քննարկումները իրենք ձեզ համար հետաքրքիր են։ Ես մի քանի անգամ շեշտել եմ, որ այն կետից, որ մեր քննարկումները կդառնան անհետաքրքիր, դա առաջին հերթին կնշանակի, որ դուք չեք կարողացել խորասուզվել թեմայի բուն իմաստի մեջ եւ որովհետեւ կորցրել եք թելը, այլևս հետաքրքիր չի լսել։ Եթե անձնավորությունը ինքը գնում է, կոպիտ ասած, այս գիտելիքի հետևից, դա բացառված է, որպեսզի ինքը, եթե բանականություն ունի, չգնահատի, թե ինչ լրջության հետ ինքը գործ ունի։ Ուրեմն մենք վերջին անգամ քննարկեցինք ձեզ հետ երաժշտության եւ պոեզիայի նշանակությունը։ Ցույց տվեցինք արմատները, որ իրականում այն, որ կենդանեակների վրա նյութական աշխարհում պոեզիան եւ երաժշտությունը հատուկ ուրեմն ազդեցություն են ունենում, դա ուրեմն նշանակում, դա գալիս է իրականում, դրա հիմքերը, դրա արմատները գտնվում են հոգևոր աշխարհում, որովհետև նույնիսկ Գերագույն Աստծո անձնավորությունը իր զգացմունքային աշխարհը արտահայտում է երաժշտության միջոցով։ Եվ այսպես մենք շարունակում ենք եւ մեր այսօրվա տեքստերն են 48-րդ տեքստից, որը հնչում է այսպես. Լինելով տրանսցենդենտալ ձայնի աղբյուրը, Բրահման ներկայացնում է Աստծո գերագույն անձնավորությանը այս աշխարհում եւ հետեւաբար վեր է դրսևորվածի եւ չդրսևորվածի հասկացություններից։ Բրահման մարմնավորում է բացարձակ ճշմարտության լրիվ ձևը եւ օժտված է ամենատարբեր էներգիաներով։ Այնուհետև Բրահման ստացավ մեկ այլ մարմին, որը թույլ տվեց նրան սեռական հարաբերություն ունենալ եւ շարունակեց արարչագործության գործընթացը։ Օկուրուի որդի, տեսնելով, որ չնայած հզոր իմաստունների առկայությանը աշխարհի բնակչությունը գրեթե չէր աճել, Բրահման լրջորեն մտածեց, թե ինչպես ավելացնել այն։ Բրահման մտածեց. զարմանալի է, որ հակառակ իմ բոլոր ջանքերի, տիեզերքի բնակչությունը դեռ այսքան քիչ է։ Ես ճակատագրի չար կամքից բացի այս արդյունքի համար ոչ մի այլ պատճառ չեմ տեսնում։ Մինչև Բրահման իրեն ուրեմն հոգելումներ տվել գերբնական ուժի մասին, նրա մարմնից ի հայտ եկան երկու կերպարանք, որոնք մինչև օրս էլ համարվում են Բրահմայի մարմինը։ Հազիվ էին հայտնվել այս երկու էակները, երբ նրանք սեռական հարաբերություն ունեցան։ Արական կերպարանքն ունեցող էակը կոչվեց Սվայամփուվա Մանու, իսկ կինը Շատարուպա, մեծ հագու Մանուի կինը։ Մենք կդիտարկենք մինչև 52-րդ տեքստը։ Եվ այսպես, սիրելիներս, ուրեմն մինչև 48-րդ տեքստը մենք տեսանք, որ Բրահման ինքը նկարագրվում էր որպես բանականություն կրող, գիտելիքի կրող, որպես խոսքի սկզբունք, վեդայական ձայների, զվուկ, ձայն ասեմ, ուրեմն այդ հնչյունների, վեդայական հնչյունների սկզբունք, չէ, նրա մարմինը ինքը դառնում էր պոեզիայի այդ չափերի մարմնավորում, դառնում էր տառեր, դառնում էր երաժշտական նոտաներ, չէ, այսինքն
այն ամեն ինչն էր դառնում, ինչը վերաբերվում է գիտակցությանը եւ գիտելիքի տեղափոխմանը, որովհետեւ օրինակ հիմա դուք կասեք, իսկ ինչ կապ ունի ընդհանրապես երաժշտությունը գիտելիքի հետ։ Իսկ ես կասեմ, որ էմոցիոնալ աշխարհը կենթանիակը ինքը արտաբերում է, անկախ նրանից թե ինքը որ մարնում է գտնվում 3 ձևերով։ Ինքը կարող է արտահայտել իր էմոցիոնալ աշխարհը միմիկայով, կարող է արտահայտել ուրեմն խոսքով եւ կարող է արտահայտել երաժշտությամբ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն դրա համար մենք կարողանում ենք ասել, որ ինքը գիտելիք է տալիս էմոցիոնալ աշխարհի մասին։ Հիմա եթե 49-րդ տեքստից սկսված, չէ, ինչպես մենք տեսանք, տեղի ունեցավ այսպես շատ կտրուկ շրջադարձ։ Այսինքն խոսքը արդեն գնում է ոչ թե գիտակցության մասին, ոչ թե բառի մասին, այլ կյանքի ծնունդի։ Հասկանում եք։ Այսինքն 48-րդ տեքստը ինքը հոգևոր ոնց որ հոգևոր գիտելիքի պիկը ցույց տվեց առաջագործության մեջ, չէ, որտեղ բրահման ինքը քննարկվեց որպես գերագույն բացարձակի կամքի փոխանցող եւ իր միջոցով արտահայտվում են այս աշխարհում ուրեմն գիտելիքը, վեդաները, այսինքն գիտելիքը, այդ գիտելիքը գրող սուրբ գրվածքները եւ բանը զվուկ, նոր ասեցի, ոչ թե ձայնը, այլ հնչյունը, հնչյունները։ Եվ ուրեմն, ինչպես տեսանք, սկզբից ծնվում է իմաստը։ Հետո Բրահմայի մոտ առաջացավ հարց։ Չէ՞, հարց հենց այդ իմաստը կրողների հետ կապված։ Այսինքն ինչ ասեց Բրահման։ Այստեղ մենք տեսանք, որ առաջի հերթին 49-րդ տեքստը ինքը ասեց, որ Տեր Բրահման ինքը ստացավ ուրիշ մարմին։ Եվ սա շատ կարևոր ուրեմն բան է, մանրամասն է, չէ՞։ Ինչի համար, որովհետև միայն հոգևոր գիտելիքը ինքը պարզվեց, որ դա հերիք չի, որպեսզի տիեզերքը ինքը լցվի կենդանի էակներով։ Այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը։ Ընդհանրապես ինչու է Բրահման ինքը մտահոգված, որպեսզի նյութական աշխարհում գտնվող կենդանիակները ավելանան։ Մենք կարող ենք ասել, ինչի ավելի լավ չի, որ իրանք ապրում են հոգևոր աշխարհում, կամ ինչը Բրահման ինքը ինչ որ արհեստական ձևով ուզում է ինչ զորով այստեղ կենդանիակներ բերի, որպեսզի նյութական աշխարհը լցվի կյանքով։ Իհարկե ոչ, խնդիրը դրա մասին չի։ Որտեղից է Բրահմայի մոտ իմինը որպես նվիրալի, գերագույն աստվածավորության կամքը կատարողի հայտնվում այդ անհանգստությունը։ Այդ անհանգստության արմատները իրանք գտնվում են այնտեղ, որ լիքը հոգիներ կան, որոնք իրենք իրականում արժանի են կամ ուզում են գալ նյութական աշխարհ։ Այսինքն իրականում եթե մենք լուրջ ենք խոսում, այդ պահին իրանք այդ հոգին ինքը այդպես չի մտածում, որ ես ուզում եմ գնամ ուրիշ աշխարհ։ Ինքը մտածում է, իսկ ինչու է այս ազնվորությունը Աստծո մոտիկ ընկերը, իսկ ես օրինակ իրա ծառան։ Կամ ինչու է այս ազնվորությունը գերագույն Աստծո ազնվորության, չգիտեմ, ծնողը, հա, իսկ ես ընդամենը ծաղիկ։ Եվ այլն եւ այլն։ Հասկանում եք։ Եվ ուրեմն ինքը ընդամենը այդ հարցադրումն է դնում, այդ հարցն է բարձրացնում։ Այսինքն ինքը հարց է բարձրացնում, որ գերագույն Աստծո ազնվորությունը այդքան էլ արդար չի բաշխել դերակատարությունները, եթե կարելի է այսպես ասել, հոգևոր աշխարհում, չէ՞, բայց դրա արդյունքում, որովհետև մենք ձեզ հետ դա բազմիցս ենք քննարկել, չէ՞, դրա արդյունքում, որովհետև կենդանի էակները իրենք օժտված են Աստծո կողմից ազատ ընտրության,
այդ միտքը Գերագույն Աստծո ազնվորությունը անմիջապես արձագանքում է, որպեսզի այդ կենդանիակին հնարավորություն տա իր այդ կասկածը փարատելու։ Այսինքն կա երկու իրականություն։ Մի իրականություն, որը արարել է Գերագույն Աստծո ազնվորությունը։ Ինքը երբ որ արարում է այդ ուրեմն ոչ թե արարում, այլ в общем, ասեմ արարում է, էլի խոսել ենք արդեն դրա մասին։ Հա, արարում է այսինքն այդ աշխարհը գոյություն ունի, այսպես ասենք, համապատասխան Գերագույն Աստծո ազնվորության մտադրությունների։ Կենդանիակը չի համաձայնվում, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը մինչև իր չհամաձայնվելը կենդանիակին տվել է այդ իրավունքը։ Այսինքն դու կարող ես միշտ ընտրել, ուզում ես ապրել իմ հետ, եւ եթե ուզում ես ապրել իմ հետ, ուրեմն ապրում ես համապատասխան իմ մտադրությունների, հա? Իսկ եթե համաձայն չես իմ մտադրությունների հետ, ես պատրաստ եմ քեզ տրամադրել աշխարհ, որտեղ իմ կամքը չկա, որտեղ կլինի միայն քո կամքը, քո եւ քո նմանների, այս նմաններին ինքը ահավոր կարևոր կետ է, որովհետեւ իրականում, չէ, երբ որ կենդանիակը ինքը հոգեվոր աշխարհում ինչ-որ փոփոխություն է ուզում, ինքը մտածում է, որ ամեն ինչ մնալու է նույն ձևով, փոխվելու է միայն իր դիրքը։ Իսկ երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, ինքը հանդիպում է իր նմաններին, որտեղ բոլորը միանգամից ուզում են նույն բանը, ուզում են ունենալ բարձր դիրք։ Հասկանում եք։ Եվ այդ ցանկության այդ հիմքի վրա ինչ է սկսվում։ Սկսվում է պայքար, դաժանություն, բռնություններ, եսի մեզ են, ինչ որ մենք 100 անգամ քննարկել ենք։ Հասկանում եք, սիրելիներ, չէ՞։ Եվ հիմա տեսեք ուրեմն, այստեղ ինքը առաջ է գալիս մի շատ կարևոր բան, կետ, չէ՞, որտեղ այդ երբ որ կենդանիակը ինքը հայտնվում է նյութական աշխարհում, հիմա այդ կան, ոչ թե հայտնվում է, այլ կան այդպիսի կենդանիակներ, որոնց մտքով դա անցել է։ Հիմա իրանց բոլորի գիտակցությունը, ես այսպես ֆիզիկապես, մեխանիկորեն, այսա քննարկում են միայն արիացիները, հա, մեխանիկորեն իրանց գիտակցությունը, մենք դա քննարկել ենք արդեն, չէ, բերում է Գերագույն Աստծո ազնվորությունը եւ տեղադրում է այդ, ես ասեցի պլաստիլինի նման, չէ, այդ մահատատվա էներգիայի մեջ։ Եվ այդ կենդանիակները հիմա արդեն կտրված են հոգևոր աշխարհից իրանց գիտակցությամբ, եւ իրանց գիտակցությունը ինքը այդտեղ է տեղավորված, ու իրանք սպասում են իրենց հերթին, որպեսզի Գերագույնը ոչ թե գիտակցաբար են սպասում, այլ արդեն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը իրանց բոլորին տեղադրել է այդտեղ, որպեսզի իրականացնի իրանց ցանկությունները, որպեսզի իրանք մարմիններ ստանան։ Իսկ նյութական աշխարհում հիմա պիտի որոշվի, թե ինչ մեխանիզմով են ընդհանրապես այդ էակները առաջ գալու, որովհետև մինչև այս պահը, չէ, կենդանիակներ առաջ էին գալիս տիեզերքում, եթե դուք նկատեցիք, Տեր Բրահմայի մարմնից, ինքը ուղղակի նստած էր, եթե շատ պատկերավոր ասենք, հա, մեկ էլ իր մարմնից ինչ-որ մի բան էր, ինչ-որ մի էակ էր դուրս գալիս։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն այսա ինքը շատ կարևոր կետ է, որ դեռ չի ձևավորվել ինքնաբազմացման սկզբունքը։ Եվ մենք տեսանք, որ Տեր Բրահման, այսինքն նյութական բանականությունը, ինքը որպես անձնավորություն, Գերագույն Աստծո անձնավորության նվիրյալն է։ Եվ դրա համար ինքը նախապես իր գիտակցության մեջ մտածում է, որ ինչքան հնարավոր է շուտ կենդանիակները վերադառնան նյութական աշխարհից հոգևոր աշխարհ։ Եվ դրա համար իր մեջից առաջի հերթին դուրս եկան 4 գումարները։ Մենք դա քննարկել ենք արդեն, չէ՞, ազատագրման սկզբունքները։ Բայց հիմա իրականում ինքը դեռ չի արարել այն սկզբունքը, որը թույլ կտա այդ էլի, այդ կենդանիակներին, որոնց գիտակցությունը մահատատվայում, այսպես սառած վիճակում մնացած է, որպեսզի իրանք բոլորը մարմիններ սկսեն ստանալ, ծնվեն նյութական աշխարհում եւ իրականացնեն իրենց ցանկությունը։
որտեղ ինքը իրենք եւ Գերագույն Աստծո անձնավորությունը երկու տարբեր նպատակներ են հետապնդում։ Կենդանի էակը ինքը հետապնդում է նպատակ փորձել ամեն տեղ, որտեղ ինքը հայտնվում է, լինել առաջինը։ Այսինքն բուրգի վերևում։ Ինչու համար, որպեսզի բոլորը կատարեն իր ցանկությունները։ Ինքը գալիս է այդ փորձը անցնելու համար։ Գերագույն Աստծո անձնավորության նպատակը կայանում է միայն մի բանում։ Ինքը կենդանիակներին հնարավորություն է տալիս իրականացնել այդ ցանկությունը, որպեսզի կենդանիակները տեսնեն, թե ինչի է վերածվում աշխարհը, երբ որ կենդանիակի սրտում ապրում է նախանձը, եւ երբ որ այդ աշխարհից վերանում է Գերագույն Աստծո անձնավորության սերը։ Լրիվ տարբեր նպատակներ են։ Եվ հիմա այս էր խնդիրը։ Տեսեք հիմա Բրահման ինքը ինչպես զարմացավ, չէ՞, ինքը ասում է իմաստունների գոյությունը չավելացրեց նյութական աշխարհի ապրողների քանակը։ Եվ ես հիմա դա եմ բացատրում էլի, որ դա բնական է, որովհետև իմաստունը ինքը երբ որ ուղղակի անկախ նրանից նյութական աշխարհում կան էակներ, չկան էակներ, ինքը երբ որ նայում է նյութական աշխարհի կառուցվածքին, որ աշխարհը ինքը ժամանակավոր է, որ ինքը պարունակում է մահ եւ կյանքի համար պայքար, կայանալու համար, գոյատևելու համար պայքար, չէ՞։ Իմաստունը ինքը իհարկե գալիս է այն եզրակացության, որ պատասխանատու մարդը իրականում, եթե մենակ մի նպատ, գիտեք ոնց էլ այսպես ասեմ, եթե մենք լրիվ սև ու սպիտակով խոսանք, չէ՞, ապա միայն լուրջ հոգևոր մարդիկ այս աշխարհում կարող են իրենց թույլ տալ ունենալ երեխաներ։ Ինչու՞։ Որովհետև իրենց մոտ ծնունդ ստանալը դա այդ հոգու համար պարտադիր չի, բայց շանս է, որպեսզի ինքը սկսի իր ազատագրման ճանապարհը։ Մնացած բոլոր դեպքերում կենդանիակների մոտ ծնվում են այնպիսի հոգիներ, որոնք իրենք քանի գնում դեգրադացիայի ճանապարհով են գնում։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա Տեր Բրահման ինքը այդ իմաստունները իրանք այնպիսի նստածվեցին, որ ինչ-որ տենց մի առանձնապես երեխա ունենալու հակում չունեին, չէ՞։ Եվ ուրեմն 50 եւ 51 տեքստերում, այսինքն 49-ում հնչեց այդ գաղափարը, որ Բրահման ինքը ստացավ ուրիշ մարմին, եւ սա շատ կարեւոր էր, չէ՞։ Այսինքն նյութական աշխարհը ինքը այդ պահանջում էր այդ մեխանիզմը, հա, թե ինչպես պիտի ծնվեն նոր մարմինները։ Եվ այստեղ պիտի հայտնվի ուրեմն նյութական արարչագործության մեջ պիտի հայտնվի նոր ֆունկցիա այդ վերարտադրման։ 50-ից 51-րդ տեքստերը, ինչպես մենք տեսանք, չէ, ինքը մարդու հոգեբանության համար շատ կարևոր է, որովհետև հենց այստեղ ինչ որ նկարագրվեց, դա հենց առաջին մարդիկ են ըստ արիացիների։ Բրահման ինքը ամեն ինչ արեց ճիշտ։ Ինքը արարեց իմաստուններին, այդ իմաստուններին փոխանցեց գիտելիք, հա, այդ իմաստունները ուրեմն այդ գիտելիքի հիմքի վրա սկսեցին զարգացնել ինչ հրաժարում։ Եվ դրա համար կյանքը ինքը համարյա թե չէր զարգանում։ Հասկանում եք։ Այսինքն հոգևոր դաշտում իրականում հիմա էլ է այդպես։ Երբ որ հոգևոր ուսուցիչը ինքը աշակերտներ է ընդունում, ինքը այդ աշակերտերին դարձնում է իմաստուն, հենց որ իրանք իմաստություն են ձեռք բերում, հա, իրանք դառնում են լավ փիլիսոփաներ եւ հրաժարվում են դառնալ ծնող։ Չէ՞։ Եվ դա ինչ է նշանակում, որ գիտելիքը ինքը կանգնում է, այսինքն հենց որ այդ իմաստունները իրանք մարմին են թողնում, գիտելիքը վերանում է իրանց հետ միասին։ Հա, եւ հիմա Բրահման ինքը այդ խնդիրը ունի, արարել ինչ որ մի հատ սիստեմա, չէ,
որը այսպես վերարտադրման բան ունենա իր մեջ, այսինքն չունենա այդ կարգի իմաստություն, որը տանում է դեպի հրաժարման, այլ ունենա իր մեջ գիրք։ Հասկանում եք, այսինքն հիմա Բրահման ինքը տեսնում է, որ գիտելիքի հիմքի վրա վերարտադրման սկզբունք չի ձևավորվում, որտեղ ձևավորվում է հրաժարում։ Հասկանում եք, եւ Բրահման ինքը նախապես դեռ ինքը ուղղակի ուզում էր հասկանալ, ինչու այդ մեխանիզմը չի աշխատում։ Եվ հաջորդ տեքստը ինքը նկարագրեց, որ Բրահմայի մեջ առաջացավ նոր լուծում։ Եվ շատ կարևոր է, որ տեքստը ինքը նկարագրեց, որ այդ լուծումը կամ այդ որոշումը ինքը տեսել է մեխանիկորեն անմտածված չեկավ։ Տեքստը ասեց Բրահման մտահոգվեց, задумался по-русски, այսինքն ինքը սկսեց մտածել այդ խնդրի շուրջ։ Հասկանում եք, մենք հետագայում կնկատենք, կարծում եմ, որ միջև այս պահն էլ նկատել ենք, որ Բhagavad-ը ինքը նկարագրում է շատ կարևոր էտապները, հա, որոնք միշտ լուծում են ստանում նրանից հետո, երբ որ ազնվորությունը ինքը սկսեց մտածել։ Այսինքն Բրահման, որը բանականության անձնավորումն է, ինքը ֆիքսում է խնդրը, ֆիքսում է, որ խնդրի լուծումը դեռ չկա, եւ սկսում է մտածել, թե որտեղ է այդ լուծումը։ Սա շատ կարևոր հոգեբանական սկզբունք է, չէ՞, որ եթե արդեն մեզ հայտնի մեթոդները իրանք դադարել են աշխատել եւ դադարել են արդյունք տալ, հա, չի կարելի ամեն անգամ փորձել անել նույն բանը այն հույսով, որ այս անգամ ինչ-որ ուրիշ բան կստացվի։ Այն մեկ պետք է կանգնել եւ տեսնել, մտածել դրա շուրջ, ինչ չի հերիքում։ Օրինակ ասեք, տեսեք, եթե մենք մի փոքր հիմա շեղվենք մեր խոսակցությունից, հա, որտեղ հիմա իրավիճակը ինքը այնպես է, որ ազգային հարցերը իրենք անպայման ինչ-որ գոնե ինչ-որ մի կարգի քննարկման կարիք են զգում։ Իհարկե մենք խոսում ենք հոգեոր թեմաներով եւ իրականում չպետք է մխրճված լինենք քաղաքականության մեջ, բայց ես հիմա խոսալու եմ ոչ թե քաղաքականությունից, այլ հենց հոգեվորից։ Տեսեք, օրինակ մեր մեջ մտավորականները շատ հաճախ առաջ են քաշում այս գաղափարը, որ հայի տեսակը, հա, ընդ որում այդ տեսակը ինքը գնահատվում է այդպես, որ աշխարհում այդ տեսակի նման տեսակ չկա, որ դա բացարձակ աստվածային տեսակ է, հա, թե ինչով է այդ գաղափարը տարբերվում հրեաների գաղափարից, ես չգիտեմ, եւ ինչ-որ այդ գոռոզության հիմքի վրա, չէ, ամեն անգամ, հա, եւ ամենակարևորը, եւ որովհետեւ մենք շրջապատված ենք թշնամաբար մեզ վերաբերվող ազգերով, մենք գալիս ենք այն եզրակացության, որ մեր տեսակը ինքը դրված է հարվածի տակ, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ատամներով պաշտպանենք այդ տեսակը։ Ես չեմ հերքում։ Ես միշտ ասում եմ, չէ, որ օրինակ ես Ռուսաստանում միշտ այդ օրինակը բերում էի։ Ասենք Ռուսաստանում մարշրուտկաների մեջ, չէ, մարդիկ իրենք շատ չոր են։ Այսքան նստատեղ կա, այդքան նստատեղը ուրեմն լցվում է, այսքան մարդ կարող է այստեղ կանգնել, վերջ։ Հա? Ու ես միշտ ասում եմ, որ այ հայերը, ու այդ բառը երբեք չեմ կարողանում թարգմանեմ, ասում այ հայերը իրանք ջիգար ունեն։ Ռուսները ինձ հասնում էին, ասում էին, դա ի՞նչ է նշանակում։ Ես ասում եմ, այ որովհետև դուք չունեք, դուք այդ խոսքն էլ չունեք։
Հասկանում եք, ինձ ներեք էլի, չեմ ուզում նեղացնեմ, բայց դա բնավորության հարց է էլի, որ այդ չորութությունը բան չի ասում։ Օրինակ, շատ մարդիկ կան, որ իրանք նեղվում էին, չէ, որ մաշուկաների մեջ լցվում էր ժողովուրդը, այսպես իրար գլխի բան, չգիտեմ, այսպես տեղ էին տալիս, բան էին անում, մարդիկ նեղվում էին, ասում են, ես ինչ է փող եմ տալիս, գալիս է մեկը հազար անգամ կներեք, հետույքը դեմ է տալիս իմ քթին, ես իմ ինչ, բայց օրինակ ինձ համար, ես տնավարի ասեմ, հա, իմ ուշքը գնում էր այդ սովորության համար։ Երբ որ ես նայում էի, որ ասենք հայը ինքը ինչքան հեշտ է այսպես անում ու ասում, արի ստեղ նստի։ Որ իրար հետ տուն հասնենք, բոլորս էլ ուզում ենք տուն հասնենք։ Հասկանում եք, այո, կան ինչ-որ բաներ, որ իհարկե, այո, եթե այդպես տեսնենք, բոլոր ազգերի մոտ կան ինչ-որ գծեր, որոնք իրանք անկրկնելի են։ Ինչ-որ մեկի մոտ վատ իմաստով, ինչ-որ մեկի մոտ լավ իմաստով, չէ՞։ Չհերքելով այն հանգամանքը, որ ինչ-որ մի տեսակ կա, ինչ-որ բաներ կան, որ իհարկե դրանց համար արժի պայքարել, չէ՞։ Հիմա եկեք մի հատ ուրիշ տեսանկյունից նայենք։ Իսկ կարող է պատահել այդպես, որ մենք ինչ-որ մի հատ բան ունենք, հա, որը բոլորը ուզում են ոչնչացնել ըստ մեզ, ու Աստված ինքը թույլ է տալիս, որ դա արվի։ Եվ ասենք ամեն անգամ այդ շրջապտույտը ինքը կրկնվում է, որ թշնամին ինքը ուժ է հավաքում, իրեն տրվում է ուժեղանալը, այդ ընթացքում մենք ամեն ինչ անում ենք, որ թուլանանք, ամեն ինչ, այսպես որ հատուկ բան, ծրագրով մեզ բան անենք, որ հա դուք ուժեղացեք, մենք գնացինք քեֆ հարսանիք անելու, հասկանում եք, եւ ասենք, չգիտեմ ինչ իրադարձություններից հետո կարելի է ունենալ քեֆ ենք անում բան, չգիտեմ, հասկանում եք, մի քիչ զարմանալի է այդ ամեն ինչը, բայց հիմա ես դա չեմ քննարկում, էլի, չէ՞։ Տեսեք, ասենք, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ թուլանանք։ Հետո թշնամին գալիս է եւ ամեն հարվածից հետո մենք ունենում ենք, եթե նկատեք էլի վերջապես, անդառնալի կորուստներ։ Իսկ կարող է, որ այդ ամեն ինչը տեղի է ունենում, որովհետև Աստված հենց ուզում է, որ մենք հասկանանք, որ մենք ազգովի ինչ-որ մի հատ խնդիր ունենք հոգեբանական, որը պետք է լուծել։ Պետք է լուծել։ Հասկանում եք։ Օրինակ, ես մեկ-մեկ մտածում եմ, որ ժամանակակից հոգեբանությունը ինքը հնարավորություն է տալիս, չէ՞։ Այսպես էլի, հիմա այդ ստատիստիկայով զբաղվողները, չէ՞, իրանք օրենքով պետք է ինչ-որ հետազոտություններ անեն, ինչ-որ բաներ ինֆորմացիա հավաքեն եւ տան այդ ինֆորմացիան հոգեբաններին։ Իմенно այդ տեսանկյունից, թե որ սիտուացիաներում հայերի մեծ մասը կարելի է ապրոցներ անել, չէ՞։ Ասենք դպրոցներում, համալսարաններում, աշխատանքի վայրերում, ինչ-որ մի հատ դաժե առանց թուղթ սարքել ապրոսնիկ, ուղարկել ասել ես հարցերին պատասխանեք, հետո նայել տեսնել, թե որ հարցերին ինչպես են հայերը պատասխանում եւ ընդհանուր ազգային կերպը, ինքը ինչպիսին է դուրս գալիս, ինչ հոգեբանական խնդիրներ կան այդտեղ, հա? Ընդհանրապես ինչ հոգեբանության մեջ ինչ խնդիրներ կա, որ ոչ մի կերպ մենք չենք կարողանում այդ սայլը տեղից շարժել։ Թեկուզ ես սկզբունքորեն համարում եմ, որ արդեն ուշ է, բայց մեկ է սկզբունքը պետք է խոսացվի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ եթե գրագետ մարդիկ այդ ամեն ինչը կազմակերպվեր եւ արվեր հոգեբանական բոլոր հետևությունները, հա, հոգեբանները այս պահին ունեն բոլոր այսպես ինչ-որ կարող ենք մտածել եւ չէ ինչ-որ պակասել ունեն արհեստական բանականությունը ունի։ Հասկանում եք, եւ կարելի է միավորել, այո, արհեստական բանականության հնարավորությունները եւ հոգեբանների մասնագիտական հմտությունները, քննարկել այդ ամեն ինչը, ծրագիր կազմել ընդհանրապես, թե ինչպես այդ խնդիրները լուծվեն,
Եվ հերոստատեսությունը, նիֆարմալի գիպնոզը, չգիտեմ CNN, այսպես օգտագործվի այդ խնդիրը լուծելու համար, որովհետև մինչև ցանկացած հոգեբանի կանգնացրեք, ասեք, այ որ ձեզ մոտ անհատ է գալիս, ինքը ասում է, ես ունեմ կրկնվող սցենար կյանքում։ Ինքը ձեզ ինչ կասի։ Այ հիմա նույնը վերաբերվում է ազգին։ Ազգը ինքը հազարամյակներ արդեն ունի կրկնվող սցենար։ Սա ինչ է նշանակում, որ ազգային այդ հավաքական հոգեբանության մեջ ինչ-որ խնդիր կա, չէ՞։ Խնդիր կա, որը լուծված չի։ Եվ ամենակարևորը, ոչ էլ ցանկություն կա լուծելու։ Հասկանում եք, այսինքն ինչ թեմա ենք քննարկում։ Քննարկում ենք փոխվելու։ Հասկանում եք այդ փոխվելու կարողությունը։ Այսինքն Բրահման ինքը սկսեց մտածել. ես ինչը պիտի փոխեմ, որովհետև այն ինչ որ ես մի անգամ օգտագործեցի, չտվեց այն արդյունքը, որը ես ուզում եմ, որը ինձ անհրաժեշտ է, չէ՞։ Ուրեմն ես պիտի կարողանամ ինձ վերանայել, այստեղից այդ խոսակցությունը սկսվեց, չէ՞։ Որ ասենք հիմա, այ ինչն է ճիշտը, տեսակը պահպանելը, թե լուծում փնտրելը, երբ որ չկա այն արդյունքը, որը ուզում ես։ Ես ուզում եմ ուղղակի փորձ կատարեմ, ձեզ ցույց տալ, որ իսկ կարող է, որ եթե մենք այդ արդյունքին չենք ստանում, այդ տեսակը պահպանելու ճիքերը կարող է այդքան էլ կոռեկտ չեն։ Կարող է հենց կակրաստ պահանջվում է, որ այդ տեսակի թերությունները մի հատ քննարկվի, գիտակցվի, հա, որովհետև այս պահին տեսակի թերությունների արդյունքն ենք մենք ստանում, այլ ոչ թե առավելությունների։ Եվ սա նշանակում է, որ թերությունները պիրիվեսիլի, հա, ավելի ծանրակշիռ են, քան առավելությունները։ Եթե մենք սթափ ենք դատում։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ տեսեք ուրեմն, այստեղ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը չստացավ այն արդյունքը, որը ինքը պիտի ապահովեր, եւ ինքը սկսեց մտածել, անմիջապես վերանայեց իրան։ Հա, ինչի համար, որպեսզի հասկանա, որ այսինքն որ ինքը ընդունեց անմիջապես, որ այն ձևը, որը ես ընտրել եմ այդ խնդիրը լուծելու համար, արդյունավետ չեղավ։ Եվ ուրեմն իմաստ չունի այս նույնը շարունակել։ Պետք է նոր լուծում գտնել։ Հասկանում եք։ Եվ այդ որ մեկ պետք է Բրահմայի նման կանգնել, գնահատել, թե ինչը չի հերիքում։ Եվ անել դա, եթե արդեն ժամանակակից լեզվով ասենք, պրոֆեսիոնալ։ Հասկանում եք։ Պրոֆեսիոնալ նշանակում է կա փորձ, որը տալիս է դրական արդյունքներ։ Միացյալ Նահանգները իրանք ինչ որ մի պահից դարձան աշխարհի առաջնորդը։ Նրանց մեծերից մեկը, կներեք հիմա անունը չեմ հիշում, երբ որ ես կարդում էի, ասեցի, ինչ հետաքրքիր է։ Ինքը ասեց. մենք ամերիկացիներին հաջողության հասնելու համար սովորեցրել ենք երկու բան։ Հիմա նույնիսկ այս պահին չեմ հիշի երկրորդը որն է, մեկը կասեմ։ Մենք նրանք սովորացրել ենք ժպտալ։ Եվ վերջ։ Հասկանում եք։ Ռուսաստանում կա ակադեմիկոս Նարբեկով, որը ինքը հարյուրավոր հիվանդություններ է բուժում, մարդուն սովորացնելով ուղիղ քայլել եւ ժպտալ։ Ես դա չեմ առաջարկում։ Ուղղակի բան եմ անում, էլի, որ տեսեք, ասեք, օրինակներ կան, չէ, որտեղ մեծեր իրանք ասում են, թե իրանք իրենց երկիրը ոնց են ոտքի կանգնացրել։ Եվ որ դա ուղղակի
Հանցագործների երկիր էր, չէ՞։ Բոլորս էլ դա գիտենք, չէ՞, Ամերիկա չենք հայտնաբերում հիմա այստեղ։ Հասկանում եք, եւ այ Բրահման ինքը այհենց այդպես էլ արեց։ Սա արդյունք չտվեց։ Եվ ոչ մի իրավունք չկա, ոչ մի անհրաժեշտություն չկա հիմա փորձեր կատարել այն ինչ որ արդյունք չի տվել, այսպես ավելի մեծ ճիգեր գործադրել, որ այս անգամ ես ավելի շատ կգործադրեմ այդ նույն բանը անելու համար, որ շատ անեմ, անպայման արդյունք կստանամ։ Ինքը նստեց եւ սկսեց վերանայել։ Չէ՞։ Եվ ինչ հայտնվեց։ Հայտնվեց պրինցիպալյարդստի, այսինքն այդ որ սև ու սպիտակ, հա? Երկակիության սկզբունքը հայտնվեց։ Հասկանում եք։ Այսինքն երկու սեր, այնքը առաջի անգամ չէ, նկարագրվեց, որ իր մեջից դուրս եկան, ուրեմն տղամարդ եւ կին։ Եվ հենց որ իրանք դուրս եկան, չէ, իրանք անմիջապես սեռական հարաբերություն ունեցան։ Այսինքն այդ Բրահման ինքը մտածում էր վերարտադրումը ոնց անել, որ ավելանա։ Ու իր մեջից դուրս եկան այդ երկու վերարտադրող սկզբունքը։ Հասկանում եք։ Եվ առաջի անգամ Բրահման ստացավ մի արդյունք, որը ինքը իրան վերարտադրելու է։ Ինչի համար, որպեսզի բոլոր այդ կենդանիները, որոնք իրանք պիտի արդեն անցնեն այդ նյութական փորձը, հնարավորություն ստանան այս աշխարհում ստանալ մարմին։ Չգիտեմ, գնահատեցիք, ինչքան խաղաղություն կա նյութական աշխարհ գալու այս նկարագրության մեջ։ Եվ այս պահից, երբ որ ստեղծվեց վերարտադրվելու սկզբունքը առաջագործության մեջ, սկսվեց նոր փուլ։ Հա? Այսինքն այդ 6 տեքստերը, որը մենք ձեզ հետ այսօր կարդացինք, չէ՞, իրանց ոնց որ այսպես միավորում էր, ես դրա համար բոլորը իրար հետ կարդացի, իրանց միավորում էր մի գիծ։ Սկզբում Գերագույն Աստծո անձնավորությունը Բրահմայի միջոցով ստեղծում էր նյութական գիտակցության սկզբունքները։ Հետո դա պարզվեց, որ դա բավարար չի։ Նյութական աշխարհի գոյատևումը պահպանելու համար պետք է, որպեսզի կյանքը ինքը վերարտադրվի, այսինքն լինի անընդհատ։ Հա? Եվ դրա համար է, որ առաջագործությունը ինքը անցավ, պետք է անցնի այսպես երկու մեծ էտապ։ Առաջինը դա գիտելիքի փոխանցումն է, երկրորդը դա կյանքի փոխանցումը։ Այդ վերարտադրությունը դա նշանակում է, չէ՞, որ էգ եւ որց միավորվում են եւ փոխանցում են ոչ թե գիտելիք, այլ կյանք։ Առանց գիտելիքի կյանքը կորցնում է իմաստը։ Իսկ առանց կյանքի վերարտադրման ինքը դատապարտված է ոչնչացման։ Բայց միլիոնավոր եւ միլիարդավոր կենդանիներ իրանց գիտակցությամբ արդեն համապատասխանում են նյութական աշխարհին եւ սպասում են իրականում պատկերավոր ասած սպասում են իրենց հերթին այն մտնել այդ աշխարհ, ստանալ այն հնարավորությունները, որը իրանք ուզում էին, հանդիպել այն անակնկալների հետ, որոնք իրանք չէին սպասում, թե իրանց ինչ է սպասում, երբ որ նույն բանը ուզում են բոլորը, հա, եւ անցնել այդ փորձը։ Հասկանում եք։ Եվ այդ ուրեմն process-ները իրանք նկարագրվեցին այս տեքստերում, որտեղ խոսեցվեց նրա մասին, թե ինչպես ընդհանրապես եղավ, որ նյութական աշխարհում հայտնվեց վերարտադրման սկզբունքը։
Եվ դրանից հետո արդեն, չէ, երբ որ այն մտավ այդ որց էկ սկզբունքը, որտեղ որցը ինքը կրողն է սերմի, հա, իսկ էքը, նո եթե ես կոպիտ բառով ասեմ, ինքը ինկուբատորն է, որը ընդունում է այդ սերմը եւ համբերատար սպասում է իր մարմնի հաշվին ձևավորում է այդ սերմը որպես մարմին, չէ՞։ Եվ ուրեմն ստացվում է վերարտադրման բան։ Տեսեք, օրինակ քրիստոնյա աշխարհում, չէ, ընդունված է համարել, որ երեխան ինքը մորն է։ Մուսուլման աշխարհում ընդունված է համարել, որ երեխան ինքը պատկանում է հորը։ Եվ այո, այստեղ բան խոսակցություն է, չէ, առաջանում, ճիշտ այսպես մարդկային մարմնի համար, այո, այդ խոսակցությունն է առաջանում եւ որովհետեւ նախասկզբնական հոգեբանությունը դա պայքարն է առաջնության համար, չէ՞։ Եվ կին-տղամարդ հարաբերությունների մեջ կենթանի էակը, որը ինքը ոչ կին է, ոչ տղամարդ իրականում, ամենայն դեպս նյութական տեսանկյունից էլի, չէ՞։ Այդ կինը եւ տղամարդը նույնպես դարեր, հազարամյակներ, հատկապես հենց որ մտնում ենք աստվածամեժության դարաշրջան, վիճում են այդ հարցի շուրջ։ Որ հարցի։ Ով է ավելի կարևոր։ Հասկանում, տեսեք, չէ՞ որ դա տարօրինակ սկզբունք է, չէ՞։ Օրինակ տարօրինակ համոզմունք չի մտածել, որ երեխան պատկանում է մորը։ Երբ որ սերմ տվողը հայրն է։ Իսկ տարօրինակ չի մտածել, որ երեխան պատկանում է հորը։ Երբ որ մարմին ձևավորողը մայրն է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ արիացիների կատարմամբ մայրը եւ, այսինքն էքը եւ որցը, կինը եւ տղամարդը համարժեք կարևոր են։ Հասկանում եք։ Եվ երբ որ տեղի է ունենում վերարտադրությունը, Գերագույն Աստծո անձնավորությունը, մենք հետո այդ հոգեբանությունը կնայենք, թե ինչու է ինքը արել, հիմա ուղղակի ինքը սկզբունքը քննարկեմ, հա։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդտեղ դրել է հավասարության սկզբունք, որ կյանք տալուց հետո, այսինքն եւ կյանքը կայանալուց տղամարդու եւ կնոջ ֆունկցիաները համազոր են, որտեվ հենց որ մեկին հանեցիր, կյանքը չի կայանում։ Չէ՞։ Ինչ են փորձում անել տղամարդիկ։ Իրանք հիմա փորձում են ստանալ արհեստական ձևով կյանք, չէ՞, այսինքն հանեն մեջտեղից կնոջը։ Աստվածամեժության դարաշրջանում տղամարդու ամեն մի քայլը ուղղված է ոնց որ կոպիտ ասած կանացի սկզբունքի դեմ։ Էմոցիայի դեմ կռիվ, հա, կնոջ եւ տղամարդու հավասարության դեմ կռիվ, ասենք մշտական կնոջը նսեմացնելու, տանջելու, տառապանք պատճառելու, մի այսպես պատմությունը նայեք, էլի, թե կանայք, այսպես օբյեկտիվորեն, էլի, առանց ոչ մի բաների, թե կանայք ինչեր են տարել, ինչել են քաշել ընդհանրապես տղամարդկանց մտածելակերպի, ուրեմն, հիմքի վրա։ Հասկանում եք, եւ այդ վերջի բանը անենք այդպես, որ ինկուբատորում կարողանանք մեր սերմից մարդ ստանանք, ու կինը ընդհանրապես պետք չի։ Բայց ինքը բնությունը, ինքը ուրիշ սիստեմա է սարքել։ Այո, իհարկե, մարդը կամ բանական կենդանիակները իրենց տրված է բնության վրա ազդել։ Բայց միշտ վերջնականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դեմ է գալիս եւ փորձում է միշտ վերահաստատել այն հիմքը, այն հիմքերը, այն օրենքները,
որը ինքն է դրել նյութական աշխարհում։ Հասկանում եք։ Այդպես են վերանում կայսրությունները, որոնք իրենք հակաբնական ինչ-որ բաներ անելով, այդ իրանց անելը հասցնում են պիկին։ Հենց որ պիկին հասան, որ արդեն դե էլ համը հանեցիք, կոպիտ ասած, չէ, ասենք հիմա լավ, վերցնենք հեքիաթը։ Ատլանտիդայի պես կայսրությունը ինքը հայտնվում է ջրի տակ, հա, չգիտեմ, հռոմեացիների պես կայսրությունը ինքը վերանում է մնում է, չգիտեմ ինչ։ Հասկանում եք, ասենք, այ ամեն ինչը հենց որ այդ հակաբնական բաներ անելով ինքը հասնում է պիկին, հենց պիկին հասավ, իրան թվում է, հենց այն պահին, երբ որ իրան թվում է, որ ինքը հաղթանակի մեջ է, սկսվում է իր անկումը իրականում։ Հասկանում եք, չէ՞, սիրելիներս։ Եվ դրա համար մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդ գաղափարն են առաջ քաշում, որը, այո, մարդկությունը ինքը պետք է հասկանա։ Դեմոկրատներն են փորձել սա Եվրոպայում ինչ-որ մի կերպ դնել, բայց այդտեղ էլ էլի այնքան ծուրմուր բաներ կան, որ հիմա չեմ ուզում դա քննարկեմ։ Բայց ինքը սկզբունքը, որ տղամարդը եւ կինը իրար հավասար են, ուղղակի ո՞րն է սխալը։ Սխալը կայանում է նրանում, որ հավասարությունը ընկալվում է կնոջը տղամարդու գործերով զբաղվելու իրավունքը։ Այսինքն այսպես էլի, հիմա բառերը լսեք, տեսեք ինչքան սխալ բան կա դրա մեջ։ Կինը իրավունք ունի տղամարդու նման դուրս գալ, աշխատել, վաստակել, կարիերա անել, եսի ինչ, հիմա հակառակը։ Տղամարդը պարտավոր է իմանալ, այսինքն սա ինքը իրավունք ունի տղամարդու բանով բարձանալ, իսկ տղամարդը պիտի իջնի, այսինքն իսկ տղամարդը պարտավոր է իմանալ, աման լվանալ, ճաշ եփել, չգիտեմ, էս անել, են անել։ Հասկանում եք, եւ այդ ծուր գաղափարը, որ կնոջ եւ տղամարդու հավասարությունը բերում են այն դաշտ, որտեղ մեկը մյուսի ֆունկցիան է կատարում, ես միշտ ասում եմ, սիրելի կանայք, վերջապես նկատեք, որ այդ ազատության մեջ կա մի շատ խորը թաքնված խորամանկություն։ Երբ որ տղամարդը կնոջը իրավունք տվեց, իր նման դուրս գալ աշխարհ, հա, չգիտեմ, կարիերա անել, փող աշխատել, տուն պահել, ինքնուրույն լինել եւ այլն, ես դա ասում եմ մի նախադասությամբ։ Կնոջը ազատություն տալով, տղամարդը կնոջը նվիրեց անտերության շնորհը։ Հասկանում եք։ Եվ հիմա հազարավոր, իհարկե կան կանայք, որոնց այդ վիճակը դուր է գալիս։ Չեմ մոռանում։ Արդեն սերնդեսրոտ, որ գենետիկորեն ծնվում են այն կանայք, որոնք հենց դրա մասին են երազել անցյալ կյանքերում, որ կարողանան կնոջ մարմնում մեջ զբաղվել տղամարդու գործերով, լինել տղամարդու նման ազատ, հա, կոչվում է նախանձ, հա, եւ իրանք ծնվում են այնպիսի դարաշրջանում, այնպիսի հասարակությունների մեջ, աստվածամերժության դարաշրջանում, որտեղ դա հնարավոր է։ Հա, եւ մենք հիմա մեր մոլորակի վրա ունենք այդ երկու տարբեր բևեռները, հա, ազատ բայց անտեր կանայք, հա, եւ այսպես մտոն պաշտպանված, բայց բռնաբարված կանայք։ Այս երկու բևեռն է։ Ու ամենտեղ ծնվում են համապատասխան հոգիներ։ Արիացիները իրենք հազարամյակների միջով փորձում են մեզ ասել, որ տնավարի ասեմ էլի, երեխեք ջան, հասկացեք, կինը եւ տղամարդը հավասարապես կարևոր են։ Կինը ունի իր ֆունկցիաները, տղամարդը իրանը։ Եվ իրենք այդ ֆունկցիաների մեջ կյանքը պահպանելու համար պիտի համագործակցեն։
Համագործակցությունը միշտ նշանակում է երկու հավասարների հարաբերություն։ Քանի տղամարդը եւ կինը հարաբերությունների մեջ պայքարում են իշխանության համար, որտեղ տղամարդը իր իշխանությունը հաստատելու համար դիմում է բռնության, այսինքն չարաշահում է իր ուժը, կինը այդ բռնությունից պաշտպանվելու համար դիմում է խորամանկության, նա էլ դիմում է այն զենքին, որը ինքը ունի, եւ այդ ժամանակ չի հաջողվում վերարտադրել կյանքը պահպանող սերունդ։ Հասկանում եք, չի հաջողվում։ Եվ ուրեմն այն թեման, որի մասին ես այդքան շատ եմ խոսում, որ արիացիները իրենք ունիկալ էին, եզակի էին հենց այդ բանով, որ իրենք կարողանում էին ստանալ հեքիաթային արդյունքներ, այ հիմնաքարը ինքը դրվում է այս տեքստերում, որ կինը եւ տղամարդը հավասարապես պատասխանատու են, թե կյանքը ինքը վերարտադրվում է, թե ոչ, եւ եթե վերարտադրվում է, ինչ որակի։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր ուրեմն բան է, սկզբունք է։ Եվ ինչպես ամեն անգամ, այս անգամ նույնպես նրանք, ովքեր որ լսում են այս դասախոսությունները հոգևոր աճ ունենալու համար, ես պիտի ասեմ, որ այս տեքստը, այս գաղափարը, որը ներկայացվեց այստեղ արիացիների կողմից, ինքը հետո հետագայում շատ ավելի ծավալուն բան քննարկվելու է, այդտեղ շատ մանրամասներ կքննարկենք, հիմա ուղղակի ես նախապես այնտեղից բերված գլխավոր գաղափարը ասեցի, շարունակելու համար այս հոգևոր աճի գործընթացը այս տեքստերի վրա եւ կանայք եւ տղամարդիկ պիտի իրենց հարց տան։ Ինչպիսին է իրենց արժեքային համակարգը։ Ինչ են իրանք հասկանում, երբ որ ասում են տղամարդ, ինչ են հասկանում, երբ որ ասում ենք կին, եւ ինչ պատկերացումներ ունենք այդ երկու ֆունկցիաների մեջ։ Հասկանում եք։ Եվ ճշմարտությունը ինքը կայանում է այնտեղ, որ իրականում այդ երկու ուրեմն բաղադրիչները իրենք հավասարազոր են իրենց ֆունկցիաներով։ Եվ իրենց մեջ պետք է լինի խաղաղ ներդաշնակ համագործակցություն։ Դե ինչպես էին արիացիները այդ խաղաղ ներդաշնակությանը հասնում, մենք արդեն ինչ-որ միջափով շոշափել ենք, նրանք, ովքեր կարդացել են արիացիները եւ մենք գիրքը, նրանք գլխավոր սկզբունքներին առավելևս ծանոթ են, հա, բայց ընթացքում մենք դեռ շատ առիթներ ենք ունենալու, քննարկելու, թե ինչպես էին արիացի կանայք եւ արիացի տղամարդիկ իրականացնում հոգևոր համագործակցությունը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս,